Դուք Սամվել Կարապետյանին ի աջակցություն եք Այո, այստեղ եմ ինքս ներկայանամ Նորիկ Ռազմիկի Կարապետյան, Արարատի մարզ քաղաք Վերդի նախկին երկրապահ կամավորական ջոկատի, արդեն 30 ջոկատի եւ պարզ ասած արարատցի կամ բեդեցի լեգենդար Ռեմբո։ Սպասելիքներ ունեմ Սամվել Կարապետյանից, այսպես ասած, հզոր հայրենիքի կուսակցության բանից ունեմ մեծ անկալի եթե չլինեն խոչընդոտներ, եթե չլինի ՔԲ կուսակցության խոչընդոտները։ Առաջն այն է, եթե ասենք դպրոցների վերադաս մարմինների եւ այլ պաշտպանության բանակի, որ չստիպեն, չհաբեկեն, չվախացնեն, չձերբակալեն, կոպիտ ասած գլխներին սարքովի չնի։ Բայց հիմա փաստացի Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ, տնային կալանքի է, ինչ է կարծում, այս անհավասար պայմաններում հնարավոր կլինի նախընտրական շրջանում պայքարել եւ արդյունքի։ Կլինի, հավատացնում եմ կլինի, եթե լինի, ել եմ ասում, չլինի խոչընդոտներ, այսինքն չլինի այն կարգի խոչընդոտներ, որ ասենք փողոցում 3-4-5 հոգի կանգնած մարդիկ լինեն դրանց բռնեն, չլինի դպրոցներից ազատումներ, չլինի եւ այլ բաներ։ Շատ բարդ է լինելու ընտրության ժամանակ։ Նամաբան տվեդին այսօր կիսվել է երկու մասի։ Ասեմ 50-50, ուրեմն 50%-ը դեպի Սամվել Կարապետյանը, 50%-ը ովքեր որ չեն եղած չեն տեսել թե պատերազմեց ամեն ինչը, նրանք դեռ կոպիտ ասած զոմբիացված ձևով կամ էլ վախի մրտնոլորտում նրանք ուզում են դեռ հելա քոչերանման։ Ներողություն, Սամվել Կարապետյան։ Շատերին ուզում ենք բացատրենք, որ այ ժողովուրդ ջան, Սամվել Կարապետյանը թեկում չունի թե նախնիների, թե ներկաների, Սամվել Կարապետյանը ունի մի նորույթ, ունի մի ուժ, որը որ բոլոր դրսերի, թե Ռուսաստանը, թե բոլոր եվրոպական երկրների հետ ինքը մեծ ունի մեծ կապեր։ Ցանկանում եք նրան տեսնել վարչապետ։ Լիովին ցանկանում եմ ես իրան տեսնեմ վարչապետ, որովհետև տարիներ առաջ ես աշխատել եմ Ռուսաստանում հենց իրենց կազմակերպությունով մի մարդը բաց իմաց խելացի մարդը։ Ու ես չէի հավատում, որ 2014-15 թվականներին, որ մարդը բենց վերցում ինձ վրա, որ ես այն ժամանակ աշխատում եմ, թեկուզ հասարակ բան, որ մարդը մի քանի հազարներ ավել վճարեց հենց իր ձեռքով էլ հենց ինձ ճանապարհել ա տվել դեպի Հայաստան։ Ասենք նման մարդը ոնց կարա լինի, չգիտեմ, մի այլ ծեր։ Կոչ եմ անում բոլոր նախկին ազատամարտիկներին, ժողովուրդ ջան, ձեր թափածանյան վրով կոչ եմ անում։ Մի անցեք, այն թափածանյան վրով 92-ից մինչև 94 թիվ, նրանից հետո որ անցել եք, մի անցեք այդ թափածանյան վրով, դա մեղք է, Աստծո դեմ։